Բաքվի զինվորական դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը։ Վարդանյանը ցանկանում էր հարցաքննել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, սակայն գլխավոր դատախազի օգնականը հայտարարեց, որ նրանք կապ չունեն մեղադրանքի հետ և միջնորդությունը չքննվեց։ Վարդանյանը նաև պնդել էր, որ ինքը զինծառայող չէ, ուստի իր գործը չպետք է քննվի զինվորական դատարանում, սակայն դատախազությունը շարունակել է հակադարձել, որ նրան վերագրվում են ռազմական հանցագործություններ։ Ռուբեն Վարդանյանը ավելի քան 2 տարի Բաքվի բանտում է գտնվում և մեղադրվում է 4 տասնյակից ավելի հոդվածներով ահաբեկչությունից մինչև զանգվածային սպանություններ։ Մեծ հետ զրույցում իրավապաշտպանները նշել են, որ միջնորդությունների մերժումը ցույց է տալիս գործընթացի անարդարությունը և ընդգծել են, որ Վարդանյանի իրավունքի լիարժեք պաշտպանությունը դեռևս ամբողջությամբ չի իրականացվում։ Իրավական գործընթացը, որը սերտորեն առնչվում է այն քաղաքականության հետ, որը այդ օրերին տեղի ունեցավ, երբ որ նրանք գերի ընկան։ Այսինքն, այստեղ կա եւ ռուսական կողմի միջամտությունը, եւ մենք կանեն խոսակցությունները, որ հենց ռուսներն են հանձնել հայերի աջակցությամբ արձա, որ կարծում եմ, որ եթե ուզում է որ Նիկոլ Փաշինյանը եւ ուսեր, կարծում եմ, որ նրանք վստահ է, որ տեղեկություններ կան եւ նրանցից էլ կարող են ինչ-որ բան լսի։ Այսինքն ես sense կարող եմ ասել։ Այսինքն սա շինծու դատավարություն է, շինծու քաղաքական դատավարություն է, բայց քանի որ դա դատավարություն է համարվում, ասենք Ռուբեն Վարդանյանը իրեն պաշտպանող հարցերը, միջնորդությունները պետք է անի։ Եվ այդ ճշմարտությունը փորձում է վերհանել, չնայած այստեղ ճշմարտություն չի կարող լինել, այդ դատարանը չի թողնի, որ դրա համար էլ մերժել է, չէ, այդ միջնորդությունը։ Ադրբեջանը իր հստակ նպատակները ունի դատապարտելու անմեղ մարդկանց։ Եվ բնականաբար մենք մեր դատարաններում էլ ենք տեսնում, օրինակ Միքայել Սրբազանի արված միջնորդությունները բոլորը մերժում են, նույնիսկ ապօրինի մերժում են, նկատի չունեմ, օրինակ դատարանի ընդհատությունը, որ պետք է Գյումրիում տեղ ունենար դատը, բայց դա կոպտագույն խախտում է օրենքի, բայց տեղի է ունենում Հայաստանում, քանի որ գիտենք քաղաքական նպատակը այս գործի այդ քաղաքական հետապնդման հասկանալի է, թե ինչի են մերժում։ Նույնը Ադրբեջանում։